Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին եթերում է, Փակ TV-ը, որը միշտ իր ունկնդիրների հետ։ Գիտեք, պիտի ասեմ, որ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, շատ է անհանգստացնում մեզանից շատ-շատերի։ Անգամ այստեղ Ռուսաստանի Դաշնությունում եւ նույնիսկ այս հիվանդանոցում, որտեղ ես շարունակում եմ իմ բուժումները, իմ հայրենակիցները մոտենում են ու հարցնում, ինչ է կատարվում Հայաստանում։ Ինչու են հասել այս իրավիճակին։ Պատկերացնում եք, երկրի իշխանությունները պատերազմ են հայտարարել հոգևոր աշխարհին, հոգևոր դաշտին, վեհապարին, եւ փաստորեն վարչապետը կոչ է անում ժողովրդին դուրս գալ վեհապարի դեմ։ Սա չլսված, աննախադեպ մի իրավիճակ է։ Այս եւ մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ճանաչված հասարակական քաղաքական գործիչներից մեկի, մեր ճանաչված պետական գործիչ Պարույ Հայրիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան։ Ողջունում եմ։ Ես իհարկե շատ ցավում եմ, որ Հայաստանում այսպիսի իրավիճակ է ստեղծվել, բայց միթե երկեր չկան այս ամենը շտկելու համար։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Պատմություն իմացողը գիտի, որ նման բան գրեթե չի եղել մեր պատմության մեջ։ Գրեթե ինչու եմ ասում, որովհետև առաջին ես կարող է ինչ-որ նրբերանգներ չիմանամ, եւ երկրորդ ինձ հայտնի դեպքի մանրամասները ճիշտ չիմանամ։ Մի կարևոր բան կա այս բոլորի մեջ։ Իրականում չի կարող լինել պայքար վեհապարի եւ վարչապետի միջև։ Ուղղակի չի կարող լինել։ Դրանք տարբեր ոլորտներ են։ Ցանկացած գրագետ մարդու համար եւ ոչ պարտադիր քրիստոնեական աշխարհընկալում ունեցողների համար հայտնի է այն դրույթը, որ ժամանակին քրիստոնեության միջոցով մտավ շրջանառության մեջ աշխարհում կեսարինը կեսարին, աստունը աստուն։ Իսկ այն ինչ աստունն է վերաբերում, աստունն է, այն ինչ կեսարինն է վերաբերում։ Դա երևի հիշում եք, որ դրվագներ, երբ դավադիրները փորձեցին խարդավանք իրականացնել եւ ներքաշել սադրանքի մեջ Հիսուս Քրիստոսին, իրեն հարցրին. մենք պիտի հիմա հռոմեացիներին հարկեր տանք, թե չտանք։ Իրենք ուզում էին հռոմեացիների ձեռքով պատժել իրենց համար անընդունելի նոր վարդապետին եւ վարդապետությունը։ Սպասում են, որ եթե ինքը ասի հարկեր տանք, իրեն պիտի մեղադրեին, ասեին, տեսեք, ինքը ստրկամիտ է, ինքը չի ուզում, որ մենք հրյաներս անկախ պետություն լինենք։ Եթե ասեր չտանք, պիտի հռոմեացիներին ասեին, տեսեք, ինքը ապստամբ է։ Ինչ պատասխանեց Հիսուս Քրիստոսը։ Այն ժամանակվա դրամ ուզեց եւ ասեց դրա վրա ինչ է նկարված։ Ասացին կեսարի նկարը, ինչ է արտահայտված։ Դե ասեց, եթե կեսարի նկարն է, կեսարինը տանք կեսարին, աստունը տանք աստուն։ Հիմա այսօրվա այս կռվում բարոյական չափորոշիչների տեսակետից մի թյուրիմացություն ասպարեզ է իջել եւ բարոյականության մասին է խոսում։ Ընդհանրապես բարոյականության մասին խոսելը, բարոյականության ձգտելը շատ կարեւոր է։ Բայց եթե մենք բոլոր մարդիկս լինեինք բարոյական, եկեղեցիները կփակվեին, հոգեվորականները որևէ գործ չէին ունենա եւ հարցը կավարտվեր։ Քանի որ ամենակարողի կողմից նախատեսված է, որ մարդը Աստված չի կարող լինել, այսինքն բարոյականության մարմնացում լինել չի կարող, դրա համար մարդուն հնարավորություն է տրված գնալ եկեղեցի, եկեղու միջոցով ուժ ստանալ, ապաշխարել, իր սխալներն ուղղել, եւ դա վերաբերում է բոլոր մարդկանց։ Հիմա սա իրեն բարոյական համարում, հայ իրականության մեջ ամենաանբարոյական մարդը, գիտեք, բոլոր մեղքերի հիմքում ընկած է սուտը։ Իսկ եթե խոսում ենք բարոյականության մասին, պիտի հասկանանք, որ ստով է ամեն ինչ սկսվում։ Գողությունն էլ գողացողը գաղտնի է գողանում, չէ՞, հետո ստում է, որ ես չեմ գողացել։ Սպանությունն էլ բոլոր մեղքերի հիմքում ընկած է սուտը։ Իսկ այսօր եթե դուք փողոց դուրս գաք եւ հարցնեք հայ մարդկանց, ով է ամենամեծ ստախոսը, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եւ այստեղից թող ոտքի չկանգնեմ, եթե սխալ եմ։ Ասում է հիմնական մասը։ Մի անգամից կտան Նիկոլ Փաշինյանի անունը, որպես գերագույն ստախոս,
որպես բազում անգամներ ինքն իրեն մերժած անձ։ Հիմա այդ անձը համարձակվում է եւս մեկ անգամ ստել, ասում է ես դիմում եմ ձեզ որպես քրիստոնեական եկեղեցու հավատավոր։ Դու ինչ կապ ունես քրիստոնեական արժեհամակարգի հետ։ Ստախոս մարդը, մեղքերի ճակերտավոր թագուհի ստերի հետևորդը ինչպես կարող է քրիստոնեական ավանդույթների հետևորդ լինել։ Եվ այս աստիճանի անբարտավան, անպարկեշտ, անհամեստ, լկտի մարդը պետք է հիմնավորեմ, չէ՞ խոսքերս։ Աշխարհում որևէ պետական գործիչ չի համարձակվել ասել։ Ես այսպես եմ կարծում եւ այսպես պիտի աշխատենք հիմնական օրենքի վերաբերյալ։ Նույնիսկ Դեգոլի պես մարդը իր տեսակետն արտահայտեց, բայց հրավիրեց սահմանադիր ժողով։ Այսինքն սահմանադրական հանձնաժողով ստեղծեց։ Եվ այս սահմանադրական հանձնաժողովին ինքը իր տեսակետն ասում էր, բայց մերը ասեմ ինչ կատարվեց։ Ստեղծեց սահմանադրական հանձնաժողով, որպեսզի նա ընդհանուր պատկերացումները մշակի։ Այսինքն պատկերացում անգամ չուներ, թե ինչ է ուզում, բայց քանի որ նախընտրական փուլում խոստացել էր Մերժիր Սերժին ասելով Մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը մի բան պիտի աներ, եւ մենք էլ ճնշում էինք, այմը շատ էր ճնշում անձամբ ես։ Ասում էինք բան ես խոստացել, դրանով եկել ես իշխանության, դե գործ արա։ Ինքը ստեղծեց սահմանադրական հանձնաժողով, որպեսզի այդ հանձնաժողովը ներկայացնի ընդհանուր պատկերացումները հայեցակարգ կոչված։ Հետո նախագիծ, դրեց ժամկետներ, ստեց, խաբեց։ 20 թվականի ապրիլին ժամկետները երկարացրեց մինչև սեպտեմբեր։ Նորից չկարողացավ, ստեց, խաբեց։ Հիմա տեսեք ամենակարևորը որն է։ Նա այդ պատկերացումները հայեցակարգը չստացավ։ 22 թվականին ստեղծեց նոր հանձնաժողով, դարձյալ ժամկետ դրեց։ Չստացավ ոչինչ եւ հանկարծ վեր կացավ ասած. Ես կարդացի հայեցակարգը, չկա հայեցակարգ, չի եղել։ Ստեց։ Եվ այդ հայեցակարգը կարդալով որոշեցի, որ մենք պետք է նոր սահմանադրություն գրենք։ Այստեղ էլ ստեց։ Որովհետև եթե դու զուգահեռաբար փչացնելով արդարադատության նախարարների, հերթով փչացնելով, նրանց բարոյազրկելով, որակազրկելով ամբողջությամբ, եւ մասնագիտորեն եւ մարդկայնորեն, հիմա էլ այս խեղճ կնոջ հետևից է ընկել։ Ստիպում է որ նա ապուշություններ դուրս տա իրար հետևից։ Եվ հանկարծ ասում է ես կարծացի այդ հայեցակարգը, այսինքն հանձնաժողովը պետք է ասի թե ինչպեսին պիտի լինի սահմանադրությունը, չի ասել։ Բայց ինքը ասում է այդ չասածը կարդացի, տեսեք սա ինչ մակարդակ։ Եվ որոշեցի որ մենք պիտի նոր սահմանադրություն ընդունենք։ Դու ով ես որ որոշես։ Դու եթե մասնագիտական խումբ ես ստեղծել, դու նրա կարծիքը պիտի լսես։ Ուրեմն սա անպարկեշտության ասացի։ Եվ այս մարդը ասում է. «Սիրելի հայրենակիցներ, ես ձեզ որպես քրիստոնեական հայ առաքելական եկեղեցու հետևորդ կոչ եմ անում, այստեղ հերթական մեծ սուտն է, այ ճիվախ, դու որպես վարչապետ ես կոչ անում, դու եթե վարչապետ չլինեիր, քո կոչին կհետևեին 10 հոգի, նույնիսկ քո կուսակցության անդամների կեսը քեզ չէին հետևի, եթե դա կարելի է կուսակցություն կոչել, իշխանության միջոցով պահվող կազմակերպական կառույցը դա քաղաքական կուսակցություն չէ, դա հացկատակների, այսինքն շահադիտական նկատառումներ ունեցող մարդկանց հավաքականություն է։ Եվ ինքը, ես գիտեք ինչ եմ հիշում, պատմական մի օրինակ, այսօր այդ մարդը շատ բարձր գնահատվում է, Աստված իր հետ, չեմ ուզում շատ խորանալ, բայց բոլորն ասում են ինքը ամենահզոր երկրապահ գործիչն է, մոտավորապես եմ ասում։ Երբ պաշտոն ուներ, հետո նախագահը պաշտոնից նրան հեռացրեց եւ նոր նշանակված նախարարը ասեց, գիտես, այն քո հին ընկերներին մի հատ հավաքի տեսնենք ինչ են անում։ Նրա կոչին ընդամենը մի քանի հոգի էին ներկայացել։ Այն մարդը, որ ներկայանում էր որպես հզոր գործիչ եւ այլն եւ այլն։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, դու այսօր դիմում ես մարդկանց որպես վարչապետ։ Ու ստում ես, որ դու դիմում ես որպես, որովհետեւ որպես վարչապետ եթե դիմում ես, պետական կառավարման համակարգում աշխատողների 10%-ն էլ եթե այո ասի իրենց ընտանիքներով, միանգամից 10,000 հետևորդ կունենաս, որ փողոց դուրս գան, կամ քեզ ենթակա են կառույցներից, այսինքն դու որպես անհատ դիմես 0 ես, բոլորը քեզ կասեն տեղդ վեր ընկիր։ Բայց հիմա օգտագործելով իր ունեցած իշխանությունը, եւս մեկ անգամ ստելով ինքը դիմում է մարդկանց, թե հավաքվեք։
Այո, եղել է մեր պատմության մեջ մի դեպք, երբ Պապ Թագավորը, ես այդ մի դեպքն եմ ասում, հետո այլ օրինակներ կբերեմ, Պապ Թագավորը հայ իրականության, հայ ժողովրդի պատմության մեջ երևի մեծագույն, մեզ հայտնի մեծագույն բարեփոխիչը, ռեֆորմիստը, քաղաքական ազգ դառնալու ուղին որդեգրելով, որտեղ կա կրոնական ազգ եւ քաղաքական ազգ։ Քաղաքական ազգ դառնալու ուղին որդեգրելով ինքը որոշեց անկելանոցները փակել, կուսանոցներ եւ որտեղ որ տղամարդ կուսակրոններն էին այդ վանքերը նույնպես նվազեցնել եւ փոխեց կաթողիկոսին, որը գալիս էր, հիշում եք, նույնիսկ մեղադրում են, որ Ներսես մեծին թունավորեց։ Հիմա դա գուցեև քրիստոնեական պատմագիրների դավադրությունն է այդ երիտասարդ եւ մեծ բարեփոխիչ արքայի նկատմամբ։ Ասեմ, որ նա հույն պատմիչների հիման վրա եմ սա ասում, նա նույնիսկ կարողացել էր հայկական այրուձին, դուք պատկերացնում եք 4-րդ դարում, քանակը հասցնել 110,000 հոգու։ Կարող եք կարդալ Всемирная история, սովետական տարիներին տպագրված գիրքը, նրա առաջաբանում ներկայացված է այս հատվածը։ Այսինքն ինքը կարող էր դառնալ մի նոր Տիգրան մեծ։ Բայց քանի որ ինքը նաև եկեղեցուն առնչվեց, ես դրան մեջ խորհուրդ եմ տեսնում, ինքը պատժվեց։ Ի վերջո ինչ որ կատարվում է երկրի վրա, կատարվում է Աստծո կամքով։ Կամ կան օրինաչափություններ Աստծուն, եթե մարդիկ դժվար են անցալում, այդ մակարդակին դեռ չեն հասել, կան օրինաչափություններ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ եկեղեցու ավանդույթներին միջամտելը չի ողջունվում մեղմ ասած։ Մեկ այլ դեպք։ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն առաջինի մահից հետո նպաստեց այն բանին, որ Կիլիկիո կաթողիկոսը գա Հայաստան։ Ինքը նպաստեց, ինքը դերակատարություն ունեցավ, առանց, կարող եմ ասել, առանց գոնե ինձ հայտնի բռնամիջոցների։ Բայց ինքը նպաստեց դրան եւ ուներ բարձր նպատակ, չնայած նպատակը չի արդարացնում միջոցները, դա սատանայի բանաձևն է, ինքը ուզում էր պարակտված հայկական եկեղեցին միավորել։ Մեր եկեղեցին ցավոք սրտի ամոթալիորեն պարակտված է։ Եվ եթե այս փոքրիկը լիներ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, նա կխոսեր դրա մասին։ Ավելին ասեմ, նույնիսկ այս հարցերի մասին խոսելիս ինքը եթե լիներ պարզապես մարդ, պարկեշտ մարդ, թեկուզ փոքրատառով մարդ, ինքը կհրավիրեր հոգևոր առաջնորդներին եւ մի քանի մասնագետների կասեր, գիտեք ինչ կա, ինձ դուր չի գալիս, որ մեր եկեղեցու ավանդույթները խախտվում են, դուք կարծում եք, որ դա ճիշտ է, եկեք մի լուծում գտնենք։ Եթե բարոյական տեսակետից էր ուզում նայել, կխոսեր, կքննարկեր, ոչ թե խումվեյբինների նման փողոց դուրս կնետեր մարդկանց, ինքն էլ կասեր, ես ձեզ առաջնորդ եմ, ես անցում եմ կատարում։ Վերադառնամ, Լևոն Տեր-Պետրոսյանը երևի չպատժվեց, որովհետև ինքը չափերի մեջ էր գործում, բայց սա, գիտեք, արձանագրում եմ որպես իրողություն։ Տխուր էր, որ Գարեգին առաջին կաթողիկոսը անակնկալ ծանր հիվանդություն ստացավ եւ նախ ինքը իր առաքելությունը չկարողացավ կատարել։ Չնայած այդ առաքելությունը շեշտված չէր, բայց շատ բարի նպատակ էր դրված հիմքում։ Վերջապես միավորել հայ առաքելական եկեղեցին, միավորել այդ նրա, գիտեք, հիերարխիկ կարգը վերականգնելով։ Այսինքն այնպես չլիներ, որ ամերիկյան նույն նահանգում լինեին երկու հայկական առաքելական եկեղեցիներ, օրինակի համար եմ ասում, կամ որևէ այլ երկրում։ Եվ որտեղ ամենայն հայոց կաթողիկոսն է, հայրենիքից սերված, նրան առաջնություն տրվեր։ Ոչ թե անպայման այդ կեղծ հավաստարությունը խաղացվեր եւ կուսակցական դարձած կուսակցական վերահսկողություն ունեցող կառույցը հավասար ներկայացվեր։ Ես թեմաներով խոսել եմ, տարբեր վեհապարների հետ ժամանակին խոսել եմ։ Երիտասարդ ժամանակ երևի գիտեք, որ ուզում էի դառնալ իմ երկրորդ կալանքից առաջ նույնիսկ վեհապար հայրապետը Վազգեն առաջինը ինձ ընդունել էր, տվել էր օրհնություն, որ ես դառնամ հոգևոր ճեմարանի ուսանող, հետո ինձ կալանավորեցին եւ այլն, դա այլ բան։ Ուզում ասել, միշտ խորապես հետևել եմ երևույթներին։ Հետո եկավ ներկա կաթողիկոսը։ Սա արդեն տեղի ունեցավ, բոլորը գիտեն դրա մասին, անմիջական միջամտությամբ։ Այն ժամանակ Պապ Թագավորը սպանվեց նաև քաղաքական նկատառումներով, որովհետև Բյուզանդյան նրան մեջ վտանգ էր տեսնում։ Ներսում Մուշեղ սպարապետը հիշում եք,
կարող էր դա կանխել, չէր կանխել, դրա համար երբ եկավ Վարազդատ թագավորը, մեր բոլորի կողմից շատ սիրված Մուշեղ Սպարապետին սպանեց, որպես արքայի դեմ դավադիր մարդ։ Ես այս սպանությունները մարդկային տեսանկյունով չեմ նայում, տիեզերական հայացքով եմ փորձում նայել։ Շատ քիչ մարդկանց է դա տրված, բայց կան տիեզերական օրինաչափություններ։ Օրինակ Պապ թագավորը այնտեղ սպանվեց։ Հետո մեզ մոտ ներկա կաթողիկոսի ընտրության հետ կան բազմաթիվ խոսակցություններ, որ եղել են անմիջական միջամտություններ։ Հիմա ես կարող եմ վկայել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատասխանատուները ինձ ասացին, որ ես պատվիրակ եմ կաթողիկոսի ընտրության, եւ հետո երբ պատվիրակը պետք է իր պարտականությունները կատարի, ինձ չհրավիրեցին, այսինքն հանկարծ ինչ-որ մարդկանց երևացել էր, որ Հայրիկյանը պետք չի լինի, որովհետեւ Հայրիկյանը ենթարկվող չի, այսինքն ինչ-որ մեկ իրենց կամքն էր ուզում թելադրել։ Եվ տեսեք ինչ եղավ, մենք ինչ նշան ստացանք, մենք պիտի ապիկար լինենք, որ տիեզերքից ստացած նշաններն անտեսենք։ Կաթողիկոսի ընտրության օրը ցավոք սրտի նաև իմ կարծիքով ազնիվ, բարեկիրթ եւ շատ ազգին օգտակար մարդիկ զոհվեցին, բայց տեղի ունեցավ պարլամենտական սպանություն, այդպիսի նշան աշխարհի շատ քիչ ազգերի հետ տրված։ Կեսարինը կեսարին, Աստծունը Աստծուն, մի խառնվեք, խառնվում եք, իմ դեմ եք գնում, պիտի պատժվեք։ Այ այս երևույթները մոռանալ անտեսել չի կարելի։ Հիմա մենք գործ ունենք մեկի հետ, որը իրեն ներկայացնելով որպես պարզ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իշխանություն չունի, ոչինչ չունի, ուղղակի հետևորդ է, մարդկանց կոչ է անում, եւ երեք ես բավական տխուր լուրեր ստացա, վտանգավոր լուրեր։ Այսինքն ես ամեն դեպքում մխիթարվում եմ, որ Նիկոլ Փաշինյան կոչվածը չափը չի անցնում բռնամիջոցների եւ պետական համակարգը ամբողջությամբ ու բացահայտ օգտագործելուն չի հասնում ընդդեմ իր ընդդիմախոսների։ Բայց եթե իմ ստացած լուրերը ճիշտ են, մասնավորապես Կոտայքի մարզում նախապատրաստվող բաները, ապա դա բոլորիս պիտի խիստ մտահոգի, այսինքն խոսքը հրապարակային եւ քաղաքակիրթ միջոցներից արդեն քայլ է արվում դեպի այլ ուղղությամբ, քանի որ դրանք իմ կողմից, ինձ վստահելի մարդկանց կողմից հաստատված չեն, ավելի չեմ խորանա։ Այն ինչ որ անում է վարչապետ կոչվածը, դա արվում է նրա համար, որպեսզի մեր բոլորի ուշադրությունը շեղվի ազգի համար կարևորագույն հարցերից, որոնք են այդ կարևորագույն հարցերը ես շատ անգամներ ասել եմ, բայց այսօր նոր շեշտադրումներով նույնպես պատրաստ եմ մատուցել։ Առայժմ թույլ տվեք այսքանով բավարարվել, եթե կան հարցեր, ես սիրով այս թեմայով այլ հարցեր կան, եթե մասնավոր։ Պարոն Հայրիկյան, ես գիտեմ, որ մի շարք քաղաքական գործիչներ դիմել են ձեզ, որ միավորվեն ձեր շուրջ եւ ստեղծեն մի այնպիսի կառույց, որի օգնությամբ հնարավոր կլինի ախտարել այս ճգնաժամային իրավիճակը։ Ասացեք, հնարավոր է արդյոք գտնել, երգել այս իրավիճակից դուրս գալու համար։ Ասում են, որ հիշեք 1996 թվականի ձեր փորձը, երբ դուք կարողացաք հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելու ձեր թեկնածությունից եւ կարողացաք քիչ թե շատ իրավիճակը շտկել։ Խնդրեմ։ Իհարկե ես պարտավոր եմ փակագծերը մինչև վերջ բացել, բայց երբ դա վերաբերի գործնական աշխատանքներին, տեսական վերլուծական փուլում բնականաբար պետք է լինես զգուշավոր, որովհետև այդ տեսական որոնումների ընթացքում դու կարող ես դեռևս ճիշտ կողմնորոշված չլինել։ Այո, կան այդպիսի բաներ եւ վաղն էլ ունենալու ենք շատ լուրջ քննարկում, արդեն ավելի մեծ կազմով։ Ես վերջնական չեմ պատասխանել, չեմ շտապում պատասխանել, որովհետև ընդունվեց իմ այն պնդումը, որ մենք պետք է ինչի մասն էլ խոսենք, հիմնականը չմոռանանք։ Խոսքը այս պահին գնում էր իմպիչմենտին զուգակցող աշխատանքներին։ Ես դեմ չեմ պաշտոնազրկմանը, այն պետական որևէ պետական գործ չի, որը չի արդարացնում իրեն, գոնե հանրության կարծիքով, բայց փոխարինել Նիկոլին մեկ այլ Նիկոլով նույնպես համարում եմ ոչ արդյունավետ, ոչ շահեկան, հետևաբար ներկայացրել եմ նաև իմ պատկերացումները, դրանք ընդունվել են, ինչու են վկայակոչում 96 թվականը, որովհետև 96 թվականին
վիճակը թվում էր անհույս, այսինքն հրշականները վերցրել են իշխանությունը, ինչ ուզում են անում են, հրապարակավ ասում են մեր դեմ խաղ չկա, թե ովքեր էին դրանց հեղինակները կենթանի չեն, դրա համար անունները չեմ տալիս, բայց այդ տրամադրության պայմաններում ես որոշեցի իմ գիտական փորձառությունը, ունեցած փորձառությունը գիտականորեն ստուգել։ Ես այն ժամանակ կազմակերպեցի հարցումներ, ԱԻՄ ուներ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն եւ տեսնել ինչպիսին է վիճակը։ Ստացվեց այսպիսի պատկեր. Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում էր մոտավորապես 40%, մի քիչ ավելի, Սերգեյ Բադալյանքը նա ստանում էր 20%, ես եւ Վազգեն Մանուկյանը 10%, մյուսները պակաս։ Նույն հարցաթերթիկի վրա մարդիկ գրանցել էին, եթե միավորվեն այդ մյուս քաղաքական ուժերը, այն ժամանակ Դաշնակցությունը արգելված էր, Դաշնակցությունը, ԱԺՎ, ազգային ժողովրդավարական միությունը Վազգեն Մանուկյանի, ԱԻՄ-ը եւ այլն, ինչպիսի պատկեր կլինի։ Եվ մենք ստացանք հետեւյալը. Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները նվազեցին, հասնելով մոտավորապես 25-ի, իսկ այդ միասնական տեխնացուն ստացավ շատ ձայներ։ Ունենալով այս գիտական ուսումնասիրության արդյունքները, ես փորձեցի միավորել ուժերը, նաև դեմոկրատական կուսակցության, ու դրա հիմքում մի բան էր ընկած ազատվել հրշական մեր իշխանությունից, որը բացասաբար էր անդրադառնում մեր ընդհանուր կյանքի վրա։ Հիմա դե մանրամասները ներկայացնելը խնդիրի չէ։ Եվ տեսնելով, որ այնտեղ կար նաև ակադեմիկոս Լենսեր Աղալևյան, նույնպես տեխնացու էր առաջադրված, տեսնելով, որ համոզել, բացատրելը այնքան էլ հեշտ չի նրանց, ովքեր առանց իշխանության զրո են, ես առանց իշխանության էի իմ հիմնական գաղափարները կյանքի կոչել։ Իսկ խոսում էի մարդկանց հետ, որոնք ոչ թե լավ, եթե զրո էլ չեն, ապա իրենք իշխանություն ունենալու դեպքում էին երևույթ դառնում, իշխանություն չկար, իրենք էլ չկային։ Ես որոշեցի անել իմ տեխնացությունը եւ գոնե դա շեշտադրելով միավորել։ Դա ստացվեց։ Դրանից հետո մենք ճիշտ է չհասանք առարկայական հաջողության, բայց ամբողջ ազգը տեսավ, թե ովքեր են ժողովրդի վրա զինվոր բերողները, ով է Լևոն Տեր-Պետրոսյանը, որ դեռևս ընտրությունների չավարտված շնորհավորանքներ է ընդունում, ինչևէ։ Դա էր հիմնական պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ բարոյական արժեքներ ունենալով ի վերջո 98 թվականին ասաց ես անարդար ընտրված նախագահ լինել չեմ ուզում։ 91 թվականին էլ արդար չէր ընտրված, բայց ակնհայտ չէր հանրության համար։ Իսկ այստեղ ակնհայտ էր։ Հիմա դա վկայակոչելով, տեսնելով, որ ես պատրաստ եմ եղել ոչ միայն անձնական կյանքս բանտերում անցկացնել, այլ նաև իշխանական պայքարում իմ ունեցած առավելությունը, դե հիմնական տեխնացուն ես էի 91 թվականին երկրորդ տեղն էի գրավել։ Կարող եմ նաև դրանից հրաժարվել, երևի դա է իրենց տրամադրել գալ դիմել ինձ, որ մենք ուզում ենք, որ դուք լինեք այսօր մեզ բոլորից միավորողը եւ այս վիճակից դուրս բերող անձը։ Ասեմ, որ դա առաջին հայացքից կարող է թվալ հաճելի բան, բայց դա ահավոր ծանր բեռ է։ Ոչ թե այդ բեռին պատրաստ չեմ, բայց փաստն այն է, որ այն աստիճանի է իրավիճակը պղծված, այն աստիճանի ենք մենք որակազրկված, որ այստեղ տիտանական ճիգեր են պետք է, եթե ես համաձայնեմ այդպիսի աշխատանքի, ապա պետք է համոզված լինեմ, որ ինձ հետ աշխատող մարդիկ հետին նկատառումներով չեն առաջնորդվում։ Դրա համար բնականաբար ես անմիջապես չեմ պատասխանել, բայց թե ամբողջ կյանքում զբաղված եմ եղել ազգային գործերով եւ պարզ է, որ այս փուլում, երբ ունեմ շատ ավելի կարևոր անելիքներ, հետ չեմ կանգնելու։ Այս իմաստով ուզում եմ մի կարևոր շեշտադրում կատարել։ Ես խոսում եմ ազգային գործիչների մասին, շատերը խոսում են արցախյան շարժման մասնակիցների ազգային գործիչ լինելու մասին։ Ազգը կար մինչև արցախյան շարժումը։ Եվ ազգում կային մարդիկ, որ արցախյան շարժումը նույնպես չէին հանդեսել։ Բայց այն մարդիկ, որ արցախյան շարժումով ինչան ասպարես, դրանք ազգային գործիչներ չէին, դրանք արցախյան շարժման գործիչներ էին։ Իսկ արցախյան շարժումը ազգը չէր ներառում։ Տեսեք ինչի մասին է խոսքը։ Այսինքն, եթե չլիներ արցախյան շարժումը, Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը եւ մյուսները, որոնց դուք ազգային գործիչ եք համարում, պիտի չլինեին ազգային շարժման մեջ։ Սա հասարակ, բայց շատ կարևոր շեշտադրում է։ Ազգային ազատագրական պայքարը կար եւ իր հիմնական ներդրումը կատարում էր բոլոր ուղղություններով։ Եվ դրա հիմքում ընկած էր մի կարևոր հարց։ Եթե դու ունես խնդիրներ, այդ խնդիրները լուծելուց առաջ նախ դու պետք է կայանաս, դու պիտի լինես, որ այդ խնդիրներով զբաղվես։
Մենք իսկապես ազգային գործիչներս իմ ղեկավարությամբ գործող ազգային միացյալ կուսակցությունը զբաղված էր նախ եւ առաջ ազգը կայացնելու խնդրով, այնպես որ անկախությունը ոչ միայն պետականության վերականգնում էր շատ ազգերի օրինակով, դա ոչ միայն Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա դարձնել էր, այլ նաեւ կայանալ։ Դու պիտի լինես, կայանաս, որ կարողանաս խնդիրներ լուծել։ Հիմա սա կարևոր էր այն բանի տեսակետից, որ երբ ես ասում եմ ազգային գործիչներ ու որոշ մարդիկ վկայակոչում են, որ մենք էլ Արցախյան շարժման, եւ որ Արցախյան շարժումը չլիներ, դու չէիր լինելու։ Ազգային գործիչը կա ազգի հետ, ազգի ընդհանրական խնդիրներով, ներառյալ Արցախյան խնդիրները։ Մի բան էլ կա, այն կարևոր միտքը, որ ես նշեցի, որ դու պիտի լինես, պիտի կայանաս, որ կարողանաս քո խնդիրներով զբաղվել։ Այս բացարձակ ժողովրդավարության մեխանիզմը, որ ես ներկայացրել եմ, որը Նիկոլ Փաշինյանը, իրենից առաջ Սերժ Սարգսյանը թաքցնում էին եւ դրա դեմ պայքարում, դա ազգի միասնաբար կայանալու հարց է։ Ոչ թե այսպես պարակտված ցակուցրիվ, այլ քաղաքացուն երկրի տերը դարձնելով դու ի վերջո կայացնում ես քաղաքացիների հավաքականությունը, տանտերերի հավաքականությունը եւ դու քո որակը կտրուկ փոխվում է։ Դու նաեւ միջազգային հանրության վրա ես ազդում։ Իդեպ այստեղ շատ կարեւոր է նշել, որ քաղաքացիների երկրի տերը դառնալու դեմ տրամադրված մարդիկ, դրանք քաղաքացիներին խտրական վերաբերմունք դրսևորող մարդիկ ու գործիչներ են, հետեւաբար քաղաքացիների թշնամիներն են։ Եվ այս բոլորը դուք տեսնում եք ներդաշնակորեն միավորված է։ Այս փորձառությամբ ես կրկնեմ վերադառնամ ձեր հիմնական հարցին, հաշվի առնելով նաև իմ անձնական փորձառությունը 96 թվականի դեպքեր իրադարձություններ, ես գիտեմ, որ պիտի ինձնից կախված առավելագույնը անեմ, բայց ես պետք է գոնե այդ մակարդակի մեջ ընդհանրականության շահերը վեր տեսնելու պատրաստակամություն տեսնեմ։ Ելակետը իմպիչմենտն է, բայց ես իմպիչմենտ ուզում եմ հանգեցնել, բարեբախտաբար չեն առարկում նրան, որ ոչ թե Նիկոլի պաշտոնաձրկում, այլ իշխանությունը պետք է կայուն կերպով սահմանադրության միջոցով տրվի քաղաքացիների ժողովրդին։ Այսինքն հայությունը վերջապես կայանա որպես իր երկրի, իր տարածքների տեր։ Գիտեք ինչ սարսափելի մի բան կա, որ ես կուզեի, որ մեր հայրենակիցները գիտակցեն, երբ դու ուրանում ես քո իրավունքները, դա ինքնասպանություն գործելուն հավասար բան է։ Թշնամիները, իսկ մենք թշնամիներ շատ ունենք։ Թշնամիները տրամադրվում են քո իրավունքների տերը դառնալ։ Երբ ես 90-ական թվականներին ասում եի, լսեք, մենք անկախացանք, դրանով չեղարկեցինք ռուս-թուրքական պայմանագիրը, հետևաբար ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու հետևից պիտի գնանք Նախիջևան, Արցախ, սովետական միության տարածքում, դրանք այդ պայմանագրով են, չէ՞, վերջո տրվել, հիմնականում Նախիջևանը։ Ասում ենք, որ դուք Հայաստանը օկուպացրեցիք եւ մենք խոսում ենք մեր իրավունքի մասին։ ՀՀՇ-ականները, այսինքն Արցախյան շարժման միջոցով քաղաքական գործիչ դարձած անգրագետները կամ ծախուարարածները, ես չգիտեմ, որն է ավելի իրենց հարմար, նրանք չուզեցին դրա մասին խոսել։ Եվ այսօր մեծ հաճույքով Ադրբեջանը օրինականացրեց, այնքան խոսեց Նախիջևանի հետ կապ պահպանելու մասին, որ մենք հայերս այլևս մոռանում ենք, որ դուք Նախիջևանին տեր եք դարձել ռուս-թուրքական, Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի հետևանքով։ 91 թվականին մենք այդ օկուպացիայից ազատագրվել ենք, հետևաբար օկուպացիայի թելադրած պայմանները մեզ չեն վերաբերում։ Եթե սրա մասին խոսվեր, կամ եթե այսօր որևէ պետական գործիչ մի առիթով ասեր, բայց այդ ինչի եք ուզում այդպես, այդ որտեղից եք վստահ, որ միջազգային դատարան դիմելուց հետո Նախիջևանը կմնա Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ դուք դա սովետական միության կողմից բռնազավթելու հետևանքով եք դրա տերը դարձել։ Այսինքն կան բաներ, որոնք պիտի ասվի, արվի, բայց եթե դու եղել ես ընդամենը Արցախյան շարժման, Արցախյան մակարդակին էլ կմնաս, այնց էս կործանված մակարդակին շատ խորհրդանշական է այս բոլորը։ Ասելու շատ բան կա, փորձառությունս բավական մեծ է։ Ես հիմա պատրաստակամություն դրսևորում եմ, բայց նաև պատասխանատվության չափն եմ հասկանում, հետևաբար չասեմ զգուշավոր եմ, համբերատար եմ։ Շնորհակալ եմ, պարոն Հայրիկյան, այսօր մեր զրույցին մասնակցելու համար։ Իհարկե, ասելու խոսելու շատ բան կա, բայց ես կարծում եմ, որ առաջիկայում նորից անպայման պետք է հանդիպենք եւ կարծում եմ այս առումով նույնպես քիչ ասելիք չկա։ Այնպես որ ձեզ մեծ հաճույքով սպասում ենք մեր տաղավարում։ Շնորհակալ, սիրով պատրաստ եմ կատարել իմ պարտականությունները
եւ հանրային կյանքում եւ մանավանդ այսպես լրատվական քարոզչական աշխատանքներում։ Շերի բարեկամներ, այսօր մենք հյուրընկալել ենք պետական հանրահայտ ճանաչված գործիչ Փարույ Հայրիկյանին։ Սպասեք նրան իհարկե առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։